Նաբուգոդոնոսորը Բաբելոնի ամենահզոր թագավորն էր մինչ այն օրը, երբ կորցրեց իր բանականությունը։ Աստվածաշունչը պնդում է, որ կայսրը, ով տիրում էր ազգերին, ի վերջո ապրեց դաշտում որպես անասուն, բայց ինչ տեղի ունեցավ իրականում այդ մութ ժամանակաշրջանում։ Արդյոք դա աստվածային պատիժ էր, քաղաքական խելագարություն թե՞ մի պատմություն, որը հենց ինքը, պատմությունը, փորձեց ջնջել։ Այսօր դուք կբացահայտեք Նաբուգոդոնոսորի վախճանն այնպես, ինչպես երբեք չի պատմվել, ներառյալ մանրամասներ, որոնք ամբողջությամբ փոխում են մեր պատկերացումն այս թագավորի հպարտների վրա Աստծո զորության մասին։ Բաժանորդագրվեք հիմա, մնացեք մեզ հետ մինչ վերջ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ հետո, կարող է զարմացնել նույնիսկ ամենահին գիտնականներին։ Քրիստոսից առաջ 605 թվական մի մարդ վերահսկում է աշխարհի տեսած ամենամեծ կայսրությունը, նրա պարիսպներն ունեն 87 մետր բարձրություն, նրա այգիները մարտահրավեր են նետում ձգողականությանը, նրա բանակն արդեն կործանել է Երուսաղեմը, նվաստացրել է Եգիպտոսը, ծնկի է բերել թագավորների ամբողջական ազգերի, Նաբուգոդոնոսորը ոչ մեկի առաջ հաշվետու չէ, նա է օրենքը, նա բացարձակ իշխանությունն է մարդկային կերպարանքով, եւ ամիսների ընթացքում այդ նույն մարդը կլինի 4 թաթ, Եզան պես խոտ կուտի։ Ճանկերի պես ոլորված եղունգներով, անգղի փետուրների պես խճճված մազերով, երկրի ամենահզոր կայսրը դառնալու է անզանազանելի վայրի կենդանուց։ Բայց հասկանալու համար, թե ինչպես է մարդը հասնում այդ կետին, դուք պետք է հասկանաք, թե ով էր նա մինչ անկումը։ Նաբուգոդոնոսորը պատրաստի կայսրություն չժառանգեց, նա ժառանգեց մի խոստում ծանր բեռ, նրա հայրը Նաբոպալասարը նոր էր ազատագրել Բաբելոնը ասորեստանյան լծից, դարեր տաց դաժան տիրապետությունից հետո։ Սերունդներ շարունակ բաբելոնացիներն ապրել էին որպես երկրորդ կարգի հպատակներ իրենց իսկ հողում, վճարում էին նվաստացուցիչ հարկեր, տեսնում էին իրենց տաճարների կողոպուտը, ականատես էին լինում, թե ինչպես են իրենց որդիներին տանում որպես ստրուկներ։ Նաբոպալասարը փոխեց դա, նա գլխավորեց մի ապստամբություն, որը կործանեց Ասորեստանի կայսրությունը, Բաբելոնին վերադարձրեց իր արժանապատվությունը։ Բայց ազատագրելը չի նշանակում ամրապնդել, քաղաքն ազատ էր, սակայն բոլոր կողմերից շրջապատված թշնամիներով, Եգիպտոսը հարավում, փարավոններով, ովքեր երազում էին վերահսկել Մերձավոր Արևելքը, Ասորեստանի մնացորդները հյուսիսում դեռս վտանգավոր։ Փոքր թագավորություններ բոլոր ուղղություններով, Հուդա, Մովաբ, Եդոմ, Տյուրոս, Սիդոն, սպասելով թուլության ցանկացած նշանի հարձակվելու համար, երիտասարդ արքայազնը մեծացավ, իմանալով մի դաժան ճշմարտություն։ Կամ պետք է ընդլայներ կայսրությունը, կամ կուլ կգնար։ 20 քանի տարեկանում Նաբուգոդոնոսորն արդեն ղեկավարում էր բանակներ, ոչ թե որպես դեկորատիվ կերպար, որը հայտնվում է արարողություններին, նա դաշտային ռազմավար էր, քնում էր զինվորների մեջ, անձամբ էր պլանավորում մարտական շարքերը։ Առաջին գծում գլխավորում էր Հեծելազորի գրոհները, նրա հայրը, որն արդեն ծեր էր հիվանդ, նրան էր վստահում ամենառիսկային արշավանքների հրամանատարությունը։ Քրիստոսից առաջ 605 թվականին եկավ վերջնական փորձությունը։ Եգիպտական բանակն առաջանում էր դեպի հյուսիս, վճռական տրամադրված հաստատելու վերահսկողություն Սիրիայի միջագետքի վրա, փարավոն Նեքոին անձամբ էր գլխավորում իր զորքերը, տասնամյակների արշավանքների վետերաններ, զինված ժամանակի լավագույն զենքերով, վստահ ռազմական գերակայության վրա, որը Եգիպտոսը պահպանում էր դարեր շարունակ, երկու բանակները հանդիպեցին Կարքեմիշում, Եփրատի ափին։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, փոխեց հին աշխարհի ուժերի հավասարակշռությունը։ Նաբուգոդոնոսորը ոչ միայն հաղթեց, նա բնաջնջեց, արձանագրությունները խոսում են լիակատար սպանդի մասին, եգիպտական բանակը ջախջախվեց ժամերի ընթացքում, ողջ մնացածները փախան բացարձակ խուճապի մեջ, հետապնդվելով կիլոմետրերով անապատի միջով։ Հազարավորները զոհվեցին մարտում, հազարավորները զոհվեցին փախուստի ժամանակ, փարավոն Նեքոիը տուն վերադարձավ մի ուժի նվաստացած մնացորդներով, որն այլս գոյություն չուներ որպես մարտական միավոր։ Նաբուգոդոնոսորը 20 քանի տարեկան էր, եւ նա նոր էր դարձել հայտնի աշխարհի ամենասարսափելի մարդը։ Հաղթանակի լուրը դեռ տարածվում էր, երբ սուրհանդակները բերեցին մեկ այլ լուր։ Նաբոպալասարը մահացել էր Բաբելոնում, գահը թափուր էր, նման իրավիճակներում կայսրությունները կարող էին փլուզվել շաբաթների ընթացքում, հավակնոտ գեներալներ, նահանգապետեր, նախանձ եղբայրներ, ցանկացած մեկը կարող էր փորձել զավթել իշխանությունը։ Նաբուգոդոնոսորն արեց մի բան, որը զարմացրեց նույնիսկ իր թշնամիներին, նա կտրեց անցավ Սիրիայի անապատը դեպի Բաբելոն ռեկորդային արագությամբ, հաղթահարելով շաբաթների հեռավորությունը օրերի ընթացքում։ Նա տեղ հասավ նախքան որե դավադրություն կկարողանար ձավորվել, ստանձնեց գահը առանց դիմադրության։ Հաջորդ 43 տարիների ընթացքում նա Բաբելոնը կվերածեր մի բանի, որն աշխարհը երբեք չէր տեսել։ Մտածեք նրա կառուցածի չափսերի մասին։
Բաբելոնի պարիսպներն ունեին 87 մետր բարձրություն, գրեթե 30 հարկանի շենքի համարժեք, հաստությունը գագաթին այնքան մեծ էր, որ երկու մարտակառք կարող էին կողք կողքի ազատ անցնել, 800 դիտաշտարակներ էին կետավորում պարագիծը, յուրաքանչյուրը զինված նետաձիգներով, նետերի պաշարներով, ընդհանուր պարագիծը, ավելի քան 16 կիլոմետր անընդհատ ամրություն, հնության ոչ մի բանակ չուներ տեխնոլոգիա դա ճեղքելու համար, ոչ մի պարսպակործան մեքենա բավականաչափ մեծ չէր։ Ոչ մի սանդուղք չէր հասնում գագաթին։ Բայց պարիսպները միայն շրջանակն էին, այն, ինչ կար ներսում, գերազանցում էր հին աշխարհի ցանկացած բան։ Նաբուգոդոնոսորը կառուցեց պալատներ, որոնց կողքին այլ թագավորները մուրացկանների էին նման, հարավային պալատն ուներ ավելի քան 300 սենյակ, բաշխված 5 մոնումենտալ բակերում, հատակները ծածկված էին երկրաչափական նախշերով ջնարակված աղյուսներով։ Պատերին պատկերված էին առյուծների, ցուլերի վիշապների բարձրաքանդակներ, փայլեցված կերամիկայից, որոնք փայլում էին ջահերի լույսի տակ, հյուսիսային պալատը ծառայում էր որպես ամառային նստավայր, կառուցված բարձրադիր վայրում, որսալու համար այն զեփյուռները, որոնք մեղմում էին Միջագետքի տապը։ Թափորների ուղին, քաղաքի գլխավոր պողոտան ուներ ավելի քան 20 մետր լայնություն, բավարար կողք կողքի մարտակառքերով ռազմական շքերթների համար, պողոտայի երկայնքով գտնվող պատերը զարդարված էին ավելի քան 120 բարձրաքանդակ առյուծներով, որոնցից յուրաքանչյուրն ուներ ավելի քան 2 մետր երկարություն, այդ պողոտայով քայլելը նշանակում էր քայլել քարե գիշատիչների միջով, որոնք թվում էր թե պատրաստ են ցատկելու։ Եվ թափորների ուղու վերջում, Իշտարի դարպասը։ 12 մետր բարձրություն, կապույտ ջնարակված աղյուսներ, որոնք փայլում էին լազուրիտի պես անապատի արի տակ, ավելի քան 570 վիշապների ցուլերի պատկերներ բարձրաքանդակներում, որոնք հաջորդում էին միմյանց շարքերով մինչ գագաթ։ Կապույտը ներք չէր։ Դա աղյուսների վրա հալեցված ջնարակ էր, մի տեխնիկա, որը պահանջում էր առաջադեմ քիմիական գիտելիքներ, դուք չէիք մտնում Բաբելոն։ Դուք ճնշվում էիք վեհությամբ նախքան դարպասները հատելը։ Եվ հետո կային այգիները։ Բաբելոնի կախովի այգիները դասվեցին հին աշխարհի 7 հրաշալիքների շարքին, արհեստական դարավանդներ, որոնք բարձրանում էին շերտերով, յուրաքանչյուր մակարդակը նախորդից փոքր, ստեղծելով կանաչ բուրգ անապատի մեջտեղում, բոլոր տեսակի պտղատու ծառեր։ Հեռավոր երկրներից ներկրված ծաղիկներ, մագլցող բույսեր, որոնք հոսում էին մի մակարդակից մյուսը, մշտական ստվեր Միջագետքյան տապի մեջտեղում։ Ոռոգման համակարգը մարտահրավեր էր նետում ժամանակի տրամաբանությանը, ստրուկների կողմից աշխատեցվող պոմպերը եփրատից ջուր էին բերում մինչ դարավանդների գագաթը, այնտեղից ջուրն իջնում էր հաշվարկված ջրանցքներով, ոռոգելով յուրաքանչյուր մակարդակ նախքան հիմքում հավաքվելը նորից վերմղվելը, ցիկլն անընդհատ էր, օր ու գիշեր ջուրը բարձրանում իջնում էր, կենդանի պահելով մի այգի, որը չպետք է գոյություն ունենար այդ կլիմայում։ Լեգենդն ասում է, որ Նաբուգոդոնոսորը կառուցել է այգիները իր կնոջ Ամիտիսի համար, որը Մարաստանի արքայադուստր էր կարոտում էր իր հայրենիքի կանաչ լեռները, Բաբելոնը հարթ էր, չոր, միագույն, Ամիտիսը հալվում էր կարոտից։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը որոշեց լեռները բերել նրա մոտ, կառուցեց արհեստական բլուրներ, տնկեց արհեստական անտառներ, ստեղծեց մի էկոհամակարգ անապատի մեջտեղում պարզապես այն պատճառով, որ իր կինը տխուր էր։ Ճշմարտություն թե լեգենդ, այգիները ներկայացնում էին անսահմանափակ իշխանություն, մի մարդու իշխանություն, ով կարող էր վերստեղծել բնությունն ըստ իր կամքի, ով կարող էր նայել անապատին որոշել, որ այնտեղ անտառ կլինի։ Նաբուգոդոնոսորը չէր կառուցում խնդիրներ լուծելու համար, նա կառուցում էր տպավորելու համար, վախեցնելու համար, իր անունը դարերի միջով հավերժացնելու համար, Բաբելոնի յուրաքանչյուր աղյուս կրում էր արձանագրություն իր անունով տիտղոսներով։ Միլիոնավոր աղյուսներ, բառացիորեն միլիոնավոր, ժամանակակից հնագետները դեռ գտնում են կիլոմետրերով սփռված բեկորներ նույն մոլուցքային կերպով կրկնվող նախադասությամբ։ Նաբուգոդոնոսոր, Բաբելոնի թագավոր, Էսագիլա Էզիդա տաճարների խնամակալ, Նաբոպալասարի որդի, Բաբելոնի թագավոր, նա ուզում էր երաշխավորել, որ նույնիսկ եթե քաղաքը կործանվեր, նույնիսկ եթե շենքերը փլուզվեին, փլատակների յուրաքանչյուր կտոր դեռ կգոռար իր անունը նրանց համար, ովքեր կգտնեին այն։ Կային նա տաճարները, Էսագիլան, Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկի սրբավայրը, վերակառուցվեց աննախադեպ շքեղությամբ, աստիճանած աշտարակներ, որոնք բարձրանում էին դեպի երկինք, ոսկեպատ ներքին սենյակներ, կոթողային արձաններ, որոնք ներկայացնում էին աստվածային զորությունը, որը Նաբուգոդոնոսորը հավատում էր, թե ստացել է, Էտեմենանկին, հին պատմությունների հայտնի Բաբելոնի աշտարակը, վերականգնվեց, ընդլայնվեց մինչ 90 մետր բարձրության հասնելը, մի արհեստական լեռ Միջագետքյան հարթավայրի մեջտեղում։
Նաբուգոդոնոսորն իրեն տեսնում էր որպես աստվածների կողմից ընտրյալ մի քանորդ, որը վիճակված էր հավերժացնել իր անունը, մեծության այս զգացումը նրան դրդեց ամենուր կառուցել արձաններ-հուշարձաններ ի պատիվ իրեն, ամրապնդելով բացարձակ տիրակալի կերպարը, որը չէր ենթարկվում ոչ մի երկրային ուժի։ Բայց կայսրությունները չեն կառուցվում միայն աղյուսներով տաճարներով, դրանք կառուցվում են արյունով, եւ Նաբուգոդոնոսորը շատ արյուն թափեց։ Երուսաղեմի դեմ արշավանքը սկսվեց Քրիստոսից առաջ 597 թվականին, Հուդայի թագավորությունը փոքր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող Կարքեմիշից հետո դարձել էր Բաբելոնի վասալը, վճարում էր հարկեր, պահպանում էր խաղաղությունը, ընդունում էր իստորադաս վիճակը, բայց Հովակիմ թագավորը որոշեց, որ նվաստացումը բավական երկար է տել, ոգեշնչված ռազմական աջակցության եգիպտական խոստումներով, նա դադարեցրեց հարկերի վճարումը, անկախություն հայտարարեց։ Նաբուգոդոնոսորը չէր հանդուրժում ապստամբություն, մարտահրավերի ցանկացած նշան պետք է ճզմվեր օրինակելի դաժանությամբ, նրա բանակը քայլեց դեպի Երուսաղեմ։ Պաշարումը երկար չտեց, Երուսաղեմը չուներ Բաբելոնի պես պարիսպներ, Հովակիմը մահացավ պաշարման ժամանակ, նրա որդին, Հովաքինը, ընդամենը 18 տարեկան, 3 ամիս անց հանձնեց քաղաքը, այլընտրանքը բնակչության սովամահությունն էր։ Պատիժը հաշվարկված էր վախեցնելու համար, Նաբուգոդոնոսորը չկործանեց քաղաքը, դեռ ոչ, բայց այն դատարկեց ամեն արժեքավոր բանից, Հովաքին թագավորին շղթայված տարան Բաբելոն, նրա հետ գնացին 10,000 լավագույն քաղաքացիներ, ռազմական սպաներ, հմուտ արհեստավորներ, դարբիններ, քահանաներ, դպիրներ, ազնվականներ, բոլորը տեղահանվեցին, բոլորը պոկվեցին իրենց տներից, իրենց ընտանիքներից, իրենց հողից։ Սողոմոնի տաճարի գանձերը, ոսկե անոթները, սրբազան սպասքը, դարերով կուտակված ընծաները կողոպտվեցին, ուղարկվեցին Բաբելոնի մարդուկի տաճարներ, Իսրայելի Աստվածը հրապարակայնորեն նվաստացվում էր։ Նրա սուրբ առարկաները զարդարում էին հեթանոսական աստվածությունների սրբավայրերը։ Տեղահանվածների մեջ էին հրեա ազնվականության 4 երիտասարդներ, 15-ից 17 տարեկան պատանիներ, նրանց եբրայական անուններն էին Դանիել, Անանիա, Միսաել, Ազարիա, նրանք ընտրվեցին հատուկ ծրագրի համար, խելացի երիտասարդներ, ովքեր կվերակրթվեին բաբելոնյան մշակույթով, արքունիքում ծառայելու համար, նրանք ստացան նոր անուններ՝ Բաղդասար, Սեդրակ, Միսակ, Աբեդնագով, նպատակը հստակ էր՝ ջնջել նրանց հրեական ինքնությունը։ Նրանք չգիտեին, որ իրենց կյանքը կխաչվի կայսեր հոգոր ճակատագրի հետ։ Բայց Երուսաղեմը դաս չքաղեց։ 11 տարի անց Սեդեկիա թագավորն ապստամբեց, այս անգամ Նաբուգոդոնոսորը որոշեց, որ երկրորդ հնարավորություն չի լինի։ Պաշարումը տեց 2 ամբողջ տարի, շրջապատված պարիսպների 2 տարի, աճող սովի 2 տարի, տարածվող հիվանդությունների 2 տարի, մայրերի, իրենց զավակների հալվելը տեսնելու 2 տարի։ Աստվածաշնչյան արձանագրությունները խոսում են բացարձակ հուսահատության մասին։ Երբ պարիսպները տեղի տվեցին Քրիստոսից առաջ 586 թվականին, կործանումը համակարգված էր, Նաբուգոդոնոսորն ուզում էր, որ Երուսաղեմը օրինակ ծառայի։ Սեդեկիան փորձեց փախչել, նա գերեվարվեց Երիքովի դաշտերում, բերվելով Նաբուգոդոնոսորի առաջ, նա ականատես եղավ իր որդիների մահապատժին, մեկ առ մեկ, հետո հանեցին նրա աչքերը, վերջին պատկերը, որ նա տեսավ, իր որդիների մահն էր։ Նրան կույր շղթայված տարան Բաբելոն, բանտում մեռնելու համար։ Սողոմոնի տաճարը, որը կառուցվել էր 400 տարի առաջ, կողոպտվեց, հրկիզվեց մինչ հիմքերը, սրբազան գանձերը տարվեցին Բաբելոն, ավելի քան 40,000 հրեաներ տեղահանվեցին, Հուդայի թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ Խոստացված երկիրը դատարկվեց։ Ինչպես կարող էր մի մարդ, ով արել էր այս ամենը, երբե փոխվել։ Նաբուգոդոնոսորն իր գագաթնակետին էր, նա վերահսկում էր տարածքներ Եգիպտոսից մինչ Պարսկաստան, նրա հարստություններն անհաշվելի էին, նրա պալատները չունեին մրցակիցներ, ոչ ոք չէր կարող դիպչել նրան, ոչ ոք չէր կարող հարցականի տակ դնել նրան։ Եվ հենց այդ պահին սկսվեցին երազները։ Առաջին երազը անբացատրելի կերպով անհանգստացրեց Նաբուգոդոնոսորին, նա արթնացավ քրտնած, արագացած սրտով, բայց առանց մանրամասները հիշելու, նա կանչեց Բաբելոնի բոլոր իմաստուններին, մոգերին, աստղագուշակներին, կախարդներին, եւ դրեց մի անհնարին պահանջ, որ նրանք ասեն, թե որն էր երազը նախքան այն մեկնաբանելը, եթե ձախողվեին, բոլորը մահապատժի կենթարկվեին, բոլորը։ Իմաստունները բողոքեցին, դա անհեթեթ էր, ոչ մի մարդ չէր կարող իմանալ մեկ ուրիշի երազը, Նաբուգոդոնոսորը տեղի չտվեց, նա հրամայեց մահապատժի ենթարկել թագավորության բոլոր իմաստուններին։ Այդ ժամանակ էր, որ Դանիելը լսարան խնդրեց։ Երիտասարդ եբրայեցին ժամանակ խնդրեց, գիշերն անցկացրեց աղոթքով իր 3 ընկերների հետ, հաջորդ առավոտյան նա ներկայացավ պատասխանով։
Երազը ցույց էր տալիս մի հսկայական արձան, գլուխը մաքուր ոսկուց էր, կուրծքը բազուկները, արծաթից, որովայնը ազդրերը, բրոնզից, սրունքները երկաթից, իսկ ոտքերը երկաթի կավի անկայուն խառնուրդ։ Մարդկային ձեռքով չկտրված մի քար հարվածեց ոտքերին, ջախջախեց ամեն ինչ, արձանը փոշի դարձավ, քարն աճեց մինչ լցրեց երկիրը։ Մեկնաբանությունը համարձակ էր, ոսկե գլուխը ներկայացնում էր Նաբուգոդոնոսորին, բայց հետո կգային այլ թագավորություններ, ստորադաս, եւ վերջում բոլորը կկործանվեին երկնքի Աստծո հավիտենական թագավորության կողմից, երազը Բաբելոնի փառքի մասին չէր։ Այն նրա անխուսափելի անկման մասին էր։ Նաբուգոդոնոսորը տպավորված էր, նա բարձրացրեց Դանիելին, նրան լցրեց նվերներով, ընդունեց, որ եբրայեցիների Աստվածը գերակա է։ Բայց նա չփոխեց իր վարքագիծը։ Որոշ ժամանակ անց նա հրամայեց կառուցել 30 մետր բարձրությամբ ոսկե արձան, նա կանչեց կայսրության բոլոր պաշտոնյաներին Դուրայի դաշտ հրամայեց, որ երաժշտության ձայնի ներքո բոլորը երկրպագեն պատկերին, ով կհրաժարվեր, կնետվեր բորբոքված հնոցը։ Ինչպես եք արձագանքում, երբ աշխարհի ամենահզոր մարդը պահանջում է, որ դուք ուրանաք այն ամենը, ինչին հավատում եք։ Սեդրաքը, Միսաքը, Աբեդնագովը հրաժարվեցին, նրանք չխոնարհվեցին, երբ հազարավորները երկրպագեցին, 3 կերպարներ մնացին կանգնած, 3 հրեա երիտասարդներ մի ամբողջ կայսրության դեմ։ Նրանց մասին անմիջապես հայտնեցին, քաղդեացիները, նախանձելով նրանց դիրքին, վազեցին տեղեկացնելու թագավորին, հրեաները, որոնց նա բարձրացրել էր, հրապարակայնորեն անհնազանդություն էին ցուցաբերում։ Նրանք նվաստացնում էին կայսրին հավաքված ամբողջ կայսրության առաջ։ Նաբուգոդոնոսորը կատաղած հրամայեց բերել նրանց, բայց նա դեռ հնարավորություն տվեց, հարցրեց, թե արդյոք ճիշտ է, որ նրանք չեն ծառայում իր աստվածներին, չեն երկրպագում արձանին, առաջարկեց երկրորդ հնարավորություն, ասաց, որ եթե նրանք խոնարհվեն, երբ երաժշտությունը նորից հնչի, կներվեն, եթե ոչ, կգնան հնոցը, եւ ավելացրեց այն գոռոզությամբ, որը բնորոշում էր իր կյանքը։ Եվ ով է այն Աստվածը, որ ձեզ կփրկի իմ ձեռքից։ Երեքի պատասխանը կտրում անցնում է հազարամյակներ, նրանք ասացին, որ կարիք չունեն թագավորին պատասխանելու այդ հարցի շուրջ, որ իրենց Աստվածը կարող է փրկել իրենց բորբոքված հնոցից, կարող է փրկել թագավորի ձեռքից, բայց նույնիսկ եթե չփրկեր, նույնիսկ եթե Աստված որոշեր հրաշք չանել, մինույն է, նրանք չէին երկրպագի արձանին, չէին ծառայի Նաբուգոդոնոսորի աստվածներին, նրանք նախընտրում էին այրվել, քան դավաճանել իրենց հավատքին։ Պատասխանը կատաղեցրեց Նաբուգոդոնոսորին այն ամեն սահմանից այն կողմ, որ նրա պալատականները երբե տեսել էին, աստվածաշնչյան տեքստն ասում է, որ նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, նա հրամայեց հնոցը տաքացնել սովորականից 7 անգամ ավելի, 7 անգամ։ Մի չափազանցություն, որը բացահայտում է կատաղության մակարդակը, տապն այնքան ուժգին էր, որ այն զինվորները, ովքեր մոտեցան երիտասարդներին նետելու համար, մահացան պարզապես չափազանց մոտ գնալուց։ Սեդրաքը, Միսաքը, Աբեդնագովը կապկպված ընկան հնոցի մեջ։ Այդ ժամանակ տեղի ունեցավ անհնարինը։ Նաբուգոդոնոսորը նայեց հնոցի մեջ ցնցված վեր կացավ գահից, հարցրեց իր խորհրդականներին, թե արդյոք 3 հոգի չէին կրակի մեջ նետվածները, հաստատեցին, 3 մարդ կապկպված։ Ես տեսնում եմ 4 մարդ արձակված, կրակի մեջ քայլելիս, առանց որևէ վնասի, ասաց թագավորը, եւ 4-րդի տեսքը նման է աստվածների որդու։ 4 կերպարներ քայլում էին բոցերի մեջտեղում, ոչ թե 3, 4, եւ 4-րդն ուներ աստվածային տեսք, պարանները, որոնք կապում էին երիտասարդներին, այրվել էին, բայց նրանց մարմինները մնացել էին անվնաս, 3-ին դուրս բերեցին առանց մի խանձված մազի։ Նրանց հագուստները վնասված չէին, ծխի հոտ չկար նրանց վրա, կրակը նրանց վրա իշխանություն չէր ունեցել։ Երկրորդ անգամ Նաբուգոդոնոսորը ճանաչեց Իսրայելի Աստծո զորությունը, նա հրամանագիր արձակեց, արգելելով հայհոյանքն այդ Աստծո դեմ, բարձրացրեց երիտասարդներին։ Բայց Նաբուգոդոնոսորի հպարտությունը մակերեսային արատ չէր, դա այն կառուցվածքն էր, որը պահում էր նրա ամբողջ ինքնությունը, ընդունել, որ գոյություն ունի իրենից մեծ մի բան, աներակայելի էր, դա կնշանակեր քանդել այն ամենը, ինչ նա հավատում էր, թե ինքն է, այնպես որ նա շարունակեց ապրել ինչպես միշտ, կառուցելով, նվաճելով, փառք կուտակելով։ Մինչ երկրորդ երազը։ Այս անգամ Նաբուգոդոնոսորը տեսավ մի ծառ, մի հսկայական ծառ, որն աճում էր մինչ երկնքին դիպչելը, նրա ճյուղերը տարածվում էին մինչ երկրի ծայրերը, կենդանիները ստվեր էին գտնում նրա տակ, թռչունները բույն էին դնում, ամեն մարմին սնվում էր նրանից։ Այդ ժամանակ մի երկնային սուրհանդակ հրամայեց, որ ծառը կտրվի, նրա ճյուղերը էտվեն, տերները պոկվեն, միայն բունը պետք է մնար երկաթե բրոնզե կապանքներով, եւ բնի սիրտը մարդկայինից պետք է փոխվեր անասնականի, 7 ժամանակ պետք է անցներ նրա վրայով այդպես։ Դանիելը լսեց լուռ մնաց մի ամբողջ ժամ, երբ նա խոսեց, նրա խոսքերը դժկամությամբ էին։
Ծառը Նաբուգոդոնոսորն էր, թագավորը պետք է հեռացվեր մարդկային հասարակությունից, ապրեր կենդանիների հետ, եզների պես խոտ ուտեր, թրջվեր ցողով, դա կտեր 7 ժամանակ, մինչ նա ճանաչեր, որ Բարձրյալն է իշխում։ Բայց հույս կար, բունը կմնար, թագավորությունը կվերականգնվեր, երբ նա ի վերջո հասկանար, որ երկինքն է տիրում։ Դանիելն աղաչեց թագավորին թողնել իր մեղքերը, արդարություն գործել, ողորմություն ցույց տալ, գուցե Աստված երկարացներ նրա անդորրը։ Նաբուգոդոնոսորը լսեց և ամբողջությամբ անտեսեց։ 12 ամիս անցավ, մի ամբողջ տարի, որի ընթացքում Նաբուգոդոնոսորը հնարավորություն ունեցավ փոխվելու, աստվածային նախազգուշացման արձագանքի մի տարի, շնորհի մի տարի, և նա ոչինչ չփոխեց, շարունակեց կառուցել, շարունակեց նվաճել։ Շարունակեց նայել Բաբելոնին, տեսնել միայն իր սեփական փառքը, արտացոլված յուրաքանչյուր աղյուսի, յուրաքանչյուր պարսպի, յուրաքանչյուր աշտարակի մեջ։ Մինչ մի կոնկրետ կեսօր, որը կգրանցվեր հավերժության համար։ Նաբուգոդոնոսորը զբոսնում էր Պալատի տանիքին, հիանալով իր կառուցած քաղաքով, հավանաբար նույն տանիքին, որտեղից երում էին կախովի այգիները, մայրամուտի առը լուսավորում էր պարիսպները, եփրատը փայլում էր հեռվում։ Ամբողջ քաղաքը տարածվում էր նրա տակ որպես իր զորության կենդանի ապացույց, նա բացեց բերանը, ասաց այն խոսքերը, որոնք կկնքեին իր ճակատագիրը։ Սա չէ՞։ Այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցեցի թագավորական տան համար, իմ հզոր զորությամբ, իմ վեհության փառքի համար։ Դեռ խոսում էր, խոսքերը դեռ դուրս էին գալիս նրա բերանից, երբ երկնքից մի ձայն իջավ, թագավորությունը խլվել էր նրանից, այդ պահին մարգարեությունը սկսեց իրականանալ։ Այն ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեներին, ոչ ոք չի կարող վստահությամբ նկարագրել, այն, ինչ մենք գիտենք, արդյունքն է։ Նաբուգոդոնոսորն ամբողջությամբ կորցրեց բանականությունը, աշխարհի ամենազոր մարդը դադարեց ճանաչել, թե ով է ինքը, նա հեռացվեց մարդկային շփումից, հավանաբար վախեցած ծառաների կողմից, ովքեր չգիտեին, թե ինչ անել մի թագավորի հետ, ով իրեն կենդանու պես էր պահում, նա սկսեց ապրել բաց երկնքի տակ, իր իսկ շքեղ պալատները շրջապատող դաշտերում, սկսեց եզների պես խոտ ուտել, նրա մարմինը թրջվում էր ցողով ամեն գիշեր, որովհետև նա քնում էր խոտերի վրա որպես անասուն։ Ֆիզիկական քայքայումը աստիճանական էր, ամբողջական, առանց մեկի, ով կկտրեր նրա մազերը, դրանք աճեցին վայրի, խճճված, կեղտոտ։ Տեքստն ասում է, որ դրանք դարձան արծվի փետուրների պես, առանց մեկի, ով կխնամեր նրա եղունգները, դրանք կորացան գիշատիչ թռչնի ճանկերի պես, կայսրը, ով հագնում էր ծիրանի ոսկի, այժմ թափառում էր լաթերով ծածկված, մարդը, ում դեմքը հայտնի էր բոլոր ազգերին, այժմ անճանաչելի էր։ Պատկերացրեք դա մի պահ։ Աշխարհի ամենազոր կայսրը, հրաշալիքների կառուցողը, Երուսաղեմի կործանողը, մարդը, ում անունը փորագրված էր միլիոնավոր աղյուսների վրա, այդ մարդը 4 թաթ էր մի դաշտում, խոտ էր ծամում, առանց սեփական անունը ճանաչելու, նրա գահը դատարկ էր։ Նրա հրամանագրերը չկային, նրա բանակները սպասում էին հրամանների, որոնք երբեք չէին գալիս, եւ նա նույնիսկ չգիտեր, որ թագավոր է։ 7 ժամանակ, շատերը մեկնաբանում են որպես 7 տարի խոտ ուտելով, 7 տարի արի անձրի տակ, 7 տարի առանց խոսքի, առանց բանական մտքի, առանց մարդկային ինքնության։ Հարցը կտրում անցնում է հազարամյակներ։ Սա իրոք տեղի է ունեցել։ Պատմաբանները բաժանված են, բաբելոնյան արձանագրությունները չեն հիշատակում թագավորական խելագարություն, բայց կայսերական դպիրները չէին փաստաթղթավորում իրենց տիրակալների թուլությունները, այն, ինչ գոյություն ունի, բացերն են, ժամանակաշրջաններ, երբ Նաբուգոդոնոսորն անհետանում է վարչական արձանագրություններից, անբացատրելի բացակայություններ, որոնք համընկնում են դրվագի հնարավոր ամսաթվերի հետ։ Որոշ հետազոտողներ մատնանշում են մի հիվանդություն, որը կոչվում է բոանտրոպիա, հազվադեպ հոգեբուժական վիճակ, երբ մարդը հավատում է, թե ինքը կենդանի է, փաստաթղթավորված դեպքեր գոյություն ունեն մինչ օրս, հիվանդներ, ովքեր իրենց պահում են կենդանիների պես, փորձում են խոտ ուտել, կորցնում են ամեն կապ իրենց մարդկային ինքնության հետ։ Եթե Նաբուգոդոնոսորը գրել է հոգեկան փլուզում բոանտրոպիայով, ապա աստվածաշնչյան նկարագրությունը կլինիկական իմաստ ունի, անձնական խնամքի կորուստը բացատրում է մազերը, եղունգները, սննդային վարքագիծը բացատրում է խոտի դիետան։ Սոցիալական մեկուսացումը բացատրում է գահից հեռու անցկացրած տարիները։ Ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող ոչ ապացուցել, ոչ հերքել, փաստաթղթերը լռում են, աստվածաշնչյան տեքստը պնդում է, երկուսի միջ դարեր տաց բանավեճ առանց լուծման։ Անհերքելին այն է, ինչ եղավ հետո։ 7 ժամանակների վերջում մի բան փոխվեց, Նաբուգոդոնոսորը, ով տարիներ շարունակ ապրել էր որպես կենդանի, արեց մի պարզ, բայց խորապես նշանակալից ժեստ, նա բարձրացրեց իր աչքերը դեպի երկինք։
Այդ պահին տեքստը հստակ է այդ մասին, նրա բանականությունը վերադարձավ, նրա միտքը պարզվեց, նա նորից իմացավ, թե ով է ինքը, իմացավ, թե որտեղ է, իմացավ, թե ինչ էր տեղի ունեցել, եւ իմացավ ինչու։ Եվ հետո նա արեց մի բան, որ ոչ մի բաբելոնյան թագավոր նախկինում չէր արել, նա արձակեց մի հրամանագիր, որը տարբերվում էր իր երբե հռչակած ցանկացած բանից։ Դա պատերազմի հրամանագիր չէր, նվաճումների ցուցակ չէր, այն չէր թվարկում շինություններ կամ հաղթանակներ, դա անձնական խոստովանություն էր։ Դանիելի 4-րդ գլխի տեքստն արտասովոր է մի քանի պատճառներով, նախ, այն առաջին դեմքով է ենթադրաբար հենց Նաբուգոդոնոսորի խոսքերը, երկրորդ, դա մի հեթանոս թագավոր է, որը հրապարակայնորեն ճանաչում է մի ազգի Աստծուն, որին ինքը կործանել ստրկացրել էր։ Երրորդ, նա նկարագրում է իր սեփական նվաստացումը, առանց փորձելու այն մեղմել, առանց մեղմասացությունների, առանց արդարացումների։ Նաբուգոդոնոսորը հայտարարում է, որ երկրի բոլոր բնակիչները ոչինչ են համարվում Բարձրյալի առաջ, որ Աստված գործում է այնպես, ինչպես ուզում է երկնքի զորքի երկրի բնակիչների հետ, որ ոչ ոք չի կարող բռնել նրա ձեռքը կամ հարցնել, ինչ ես անում։ Նա օրհնում, բարձրացնում փառավորում է երկնքի թագավորին, ում գործերը ճշմարտություն են, ում ճանապարհները արդարություն, ով կարող է նվաստացնել հպարտությամբ քայլողներին։ Սա այն մարդն է, ով կործանեց Երուսաղեմի տաճարը, ով այրեց Սուրբ քաղաքը, ով հանեց Սեդեկիայի աչքերը, ով պահանջեց երկրպագություն ոսկե արձանին, ով 3 երիտասարդների նետեց հնոցը խոնարհվելուց հրաժարվելու համար, այժմ նա էր խոնարհվում, ոչ թե մի արձանի, այլ անտեսանելի Աստծուն, ով կառավարում է երկինքն ու երկիրը։ Նրա թագավորությունը վերականգնվեց, նրա խորհրդականները ազնվականները նորից փնտրեցին նրան, նրա վեհությունը վերադարձավ։ Տեքստն ասում է, որ այն ավելացավ ավելին, քան նախկինում էր, Նաբուգոդոնոսորը թագավորեց մի քանի տարի մինչ իր մահը, Քրիստոսից առաջ մոտ 562 թվականին, նրա մահը թվում է բնական էր ծերությունից, իր վերականգնված զորության գագաթնակետին։ Բայց մի բան հիմնովին փոխվել էր, Դանիելի 4-րդ գլխի հրամանագիրը կայսերական քարոզչություն չէ, այն չի փառաբանում Բաբելոնը, դա մի կոտրված մարդու վկայությունն է, ով գտել էր իրենից մեծ մի բան։ Մտածեք այս կյանքի հետագծի մասին, ռազմիկ արքայազն, որը դառնում է նվաճող, որը դառնում է կայսր, որը դառնում է հրաշալիքների կառուցող, որը դառնում է Աստված իր սեփական աչքերում, եւ հետո բացարձակ գագաթնակետին։ Այդ ինքնահռչակ Աստվածը վերածվում է մարդուց պակաս մի էակի, խոտ է ուտում, սողում է ցեխի մեջ, կորցնում է անունը, գահը, բանականությունը, իր իսկ մարդկայնությունը։ Եվ ամեն ինչ կորցնելուց հետո նա գտնում է միակ բանը, որը երբեք չէր կարող նվաճել, խոնարհությունը, որը գալիս է դեպի վեր նայելուց ի վերջո ավելի մեծ մի բան տեսնելուց։ Դանիելն ապրեց տեսնելու համար, թե ինչ եղավ հետո, նա անցավ Նաբուգոդոնոսորի թագավորության միջով, տեսավ հաջորդողների անհանգիստ թագավորությունները, եւ այնտեղ էր, երբ պարսիկները հատեցին այն պարիսպները, որոնք անհաղթելի էին թվում։ Որովհետև Բաբելոնը կործանվեց, ինչպես Դանիելը մարգարեացել էր հենց առաջին երազից, կայսրությունը, որը հավերժական էր թվում, տեց Նաբուգոդոնոսորից հետո մեկ սերնդից էլ պակաս, թագավորի մահից 30 տարի էլ չանցած, Կյուրոս մեծը նվաճեց քաղաքը նույնիսկ առանց նշանակալի ճակատամարտի կարիքի, 87 մետրանոց պարիսպները չկանգնեցրին պարսիկներին, կախովի այգիները նրանց չտպավորեցին, միլիոնավոր աղյուսները Նաբուգոդոնոսորի անունով դարձան փլատակներ օտարի ոտքերի տակ։ Կայսրությունը, որը պետք է հավերժ տեր, անհետացավ։ Տասնամյակների ընթացքում Նաբուգոդոնոսորը մահացավ Քրիստոսից առաջ մոտ 562 թվականին, նրա կայսրությունը նրանից հետո նույնիսկ 3 տասնամյակ չգոյատեց, Բաբելոնն ընկավ պարսիկների ձեռքը, նրա պարիսպները ճեղքվեցին, նրա աստվածներն ապացուցեցին իրենց անզորությունը, կախովի այգիներից չի մնացել։ Ոչ մի քար, որը հնագետները կարող են հաստատել, կոթողային արձաններից միայն բեկորներ եվրոպական թանգարաններում, պալատից, որը նա հավերժական էր համարում, ավազով մոռացությամբ ծածկված ավերակներ։ Բայց մի բան մնաց անփոփոխ 2600 տարիների միջով։ Նրա անկման վերականգնման պատմությունը, ոչ թե փորագրված ոսկեզոծ աղյուսների վրա, որոնք ժամանակը քայքայեց, այլ մի գրքի էջերում, որը նրա սեփական դպիրները երբեք սուրբ չէին համարի, մի ժողովրդի գրքի, որին նա փորձել էր կործանել։ Հեգնանքը կտրում անցնում է դարերը նետի պես, մարդը, ով ուզում էր հիշվել որպես Աստված, հիշվում է որպես հարկադիր խոնարհության օրինակ, կայսրը, ով հուշարձաններ կառուցեց իր սեփական փառքի համար, դարձավ կենդանի հուշարձան մի ճշմարտության, որը նա ինքը հռչակեց 7 տարի խոտ ուտելուց հետո։ Որ Բարձրյալն իշխանություն ունի մարդկանց թագավորությունների վրա, դրանք տալիս է ում ուզում է։
Թերս սա է Նաբուգոդոնոսորի ամենամեծ նվաճումը, ոչ Բաբելոնը, ոչ այգիները, ոչ պարիսպները, ոչ ռազմական հաղթանակները, այլ այն, որ նա վերապրեց իր սեփական ներքին կործանումը վերադարձավ պատմելու այն, ինչ սովորեց։ Ամբողջական կայսրություններ մոռացվեցին շատ ավելի քիչ բանի համար, ավելի մեծ թագավորներ անհետացան մարդկային հիշողությունից առանց հետքի։ Նա հիշվում է ամեն ինչ կորցնելու համար, ոչնչի վերածվելու համար, եզան պես խոտ ուտելու համար, մինչ նրա գահը փոշի էր հավաքում, եւ ի վերջո հասկանալու համար միակ բանը, որ իր անսահման զորությունը երբեք չէր կարող նվաճել։ Որ գոյություն ունի մի բան, որն ավելի մեծ է, քան մարդկանցից մեծագույնը։